Ողջույն բոլորին եւ իհարկե բարի գալուստ իմ YouTube-յան տեսալիք բոլոր նրանց, ովքեր ինձ առաջին անգամ են տեսնում։ Ես Նադյան եմ։ Առնոն այս ընթացքում հասցրեց ձեզ ողջունել։ Այսօր սկսում ենք տոնական վլոգ, զարդարում ենք տոնածառը։ Հանել բերել ենք։ Այո, Առնոն ինձ օգնում է։ Սենց հանել բերել առանձնացրել ենք, մեր տոնածառը մի քիչ դժվար է հավաքվում։ Հերթով ճյուղ առ ճյուղ պետք է հավաքել, եթե ես հիմա ընտրելու լինեի տոնածառ, հաստատ կընտրեի այն մի քանի մասից բաղկացած տարբերակները, որ ընդամենը 2 կամ 3 մասից են բաղկացած ու շատ ավելի արագ ու հեշտ են հավաքվում, իսկ այս տեսակի տոնածառները պետք է ասես ճյուղ առանձնացնես, դնես ընդ որում թե որը պետք է ներքևի ճյուղերը լինի, որը վերևի ու հերթով հավաքես այսպես, որ տեսնեք, առանձնացրել դրել ենք։ Ադան այնտեղ իր անգիրն է կրկնում, Սոսեն պարկած մեզ է հետևում, ես ու իմ օգնականն էլ ինչ ենք անելու, անել վերել ենք նաև խաղալիքները, իհարկե, այսա կպահեմ կասես մի վարկյան, այստեղ հանել ենք նաև ոսկեգույն խաղալիքներ, արծաթագույն խաղալիքներ, բայց կարծում եմ ոսկեգույնը եւ արծաթագույնը չեն օգտագործվի, այստեղ ունենք սենց սիրուն welcome, ունենք այսպիսի սիրուն փայտիկներ, որոնք անցյալ տարի էի ձեռք բերել ու կարծում եմ այս տարի եւս անցյալ տարվա նույն ոճի մեջ կզարդարեմ տոնածառը, որովհետեւ դեռ հավեսս չեմ հանել այդ գույներից։ Անցյալ տարի հիմնականը սպիտակ ու կարմիր գույների մեջ ենք արել։ Հիմա մի հատ հավաքենք, հասկանանք ոնց ենք զարդարում։ Տոնածառը հավաքելուն զուգահեռ որոշեցի մի լայֆխակ կիրառել, նախորդ տարիներին ամբողջ տոնածառը հավաքում էի, հետո լույսերն էի փաթաթում, այդպես շատ ավելի դժվար էր ստացվում, իսկ այս տարի շերտ տոնածառը հավաքում եմ մի շերտ, փաթաթում եմ լույսերը, հավաքում եմ մի շերտ, փաթաթում եմ լույսերը, ու պատկերացրեք շատ արագ ու հեշտ է ստացվում, իհարկե այստեղ դեռ մի քանի շերտ էլ ունենք փաթաթելու։ Ադան հուզվել ես։ Որ իսկական տոնը Դե ինձ նայեք նկարեմ, Ադան ինձ նայի։ Դա համարա, յարդուսը կամերել։ Ադան խես հուզվել, կակ։ Էմինը երգի մրցույթից վերադարձել է առաջին կարգի պատվոգրով եւ մեդալով, ինչը հուզել էր բոլորիս, հատկապես Ադանին ուրախությունից չէր կարողանում արցունքները զսպել։ Շատ երջանիկ եմ, որ տեսնում եմ տղաներիս այդ մեծ սերը իրար նկատմամբ։ Երբ խոհանոցում գործ եմ անում, սա Առնոյի ամենասիրելի տեղն է, անպայման պետքա գա, նստի, խոսի, լիքը հարցեր տա, մի վայրկյան տանը Առնոյի բերանը չի փակվում, դրսում միշտ զարմանում են, երբ վլոգներով տեսնում են, թե Առնոն ինչքան համովիկ է խոսում, ինչքան շատ հարցեր է տալիս, իսկ դրսում ինքը շատ ամաչկոտ է, խուսափում է մարդկանց հետ շփվելուց, ծանոթանալուց, բայց տանը շատ ակտիվ է ու նաև շատ ընկերասեր, շատ շփվող այն միջավայրերում, որտեղ կարողանում է ժամանակի ընթացքում բացվել, օրինակ մանկապարտեզում։ Գիշերվա 1000-ին, երբ Սոսեն կարողանում է գոնե թե 1-1.5 ժամ առանց ընդմիջման քնել, աշխատունակությունս բարձրանում է։ Այստեղ կանաչի եմ լվացել, որ կտրատեմ, չորանա, կտրատեմ ու ուղարկեմ սառցախցիկ, որովհետև համեմը շատ է, այսքանը հաստատ չեմ օգտագործելու, ափսոս է։ Այստեղ շոկոլադ եմ պատրաստում, հիմա ցույց կտամ, թե ինչի համար։ Այստեղ բորշ եմ եփել, գազօջախս պետք է լվանալ մաքրեմ։ Դե իսկ շոկոլադը պատրաստել եմ այս շատ սիրուն տորտիկի համար, որը համոզված եմ նաև, որ շատ համեղ է լինելու, միջուկը բանանա, ելակի միջուկով էի ուզում անել, բայց ելակս հանեցի սառնարանից ու տեսա, որ ամբողջը փչացել է, այն դեպքում, երբ որ ընդամենը 1-2 օրվա ելակ է, դրա համար ճիշտ է մրգերը սեզոնին ուտելը, հաստատ սեզոնային ելակը 2 օրում այդ կարգի չէր փչանա սառնարանում, իսկ հիմա
գնել էի երեքչի առաջին օրը, ու այսօր արդեն ամբողջը փչացած էր։ Ես էլ որոշեցի բանան եւ ընկույզանել դասական ամաններ ունեմ, ցույց չտամ մի աշխարհ լվանալու, բայց հիմա կլվանամ, քանի դեռ շոկոլադն էլ գազօջախին է, սենց թենես չեմ կարող այս պահին խոհանոցից դուրս գալ, ավելի լավ է ամաններս լվանամ, մինչև շոկոլադը պատրաստ կլինի, կլցնեմ տորտիկի վրա ու կգնամ ֆիլմ նայելու, պետքա դիմանալ եւ չուտել այս տորտիկը մինչ առավոտ, չեմ ուզի այս ժամին ինձ քաղցր թույլ տալ, համել առավոտյան ավելի համեղ կլինի։ Ու նաև պատվեր եմ ստացել, որը միասին պետք է բացենք, այս վարդերն էլ Զոսեի 40-ի վարդերն է, որ ջրի մեջ էինք լցրել, մինչև հիմա նայեք ոնց են մնացել։ Սիրունիկ։ Այդպես ասացի, ձեզ հետ կիսվեմ ու գնամ գործերիս և սկսեմ նաև ձեռքի հետ այս վլոգը մոնտաժել, որ հասկանամ, թե ինչ կադրեր ունեմ։ Նոր օր է բացվել ու Էլիո օգնականիս հետ, ինչպես տեսնում եք, խոհանոցում մենք անցել ենք գործի, բայց արդեն ամանորյա պատրաստություն ենք տեսնում, որովհետև քիչ օրեր են մնացել։ Սկսել ենք բլինչիկից, աղում ենք միսը, ես գիտեմ կանկանայք շատ, որ բլինչիկի միսը չեն եփում մինչ աղալը, բայց ես կարծում եմ, որ ամբողջ համն ու հոտը բլինչիկին հենց եփած միսն է տալիս, ես անպայման նախապես եփում եմ, հետո նոր աղում։ Ես ու իմ տղեն աղացինք բլինչիկի միսը, հիմա ինչ ենք անում հաջորդ քայլով։ Շոխետ կետադում ենք, հետո միսը ավելացնում ենք ծասի մեջ, հետո շոխը էթում ենք ծասի մեջ, հետո անում ենք մուսի գազարի։ Արնային ասում եմ ուզում ես իջնես հիմա գնաս որ աչուկները չմռմռա սոխից, սոխը կտրատեմ վերջացնեմ նոր կգաս, ասում եմ չէ, պեցի։ Ասում ես աչուկներս բաց այդ կողմ կնայեմ մինչև դու վերջացնես։ Ուզում ես իջնես գնաս։ Չէ։ Որ աչուկները չմռմռա սոխից։ Ման բայց այստեղ աթորի վրա կողներուր եմ, հա։ Իջի աթոռի վրա կանգնի, հենց վերջացնեմ, նորից կբարձրանա սվեղ, հա։ Կամ ուզում ես իջնես գնաս սենյակ երեխեքի հետ խաղաս, հենց վերջացնեմ կկանչեմ կգաս։ Բայց երեխեքները իմ հետ չեն խաղում։ Էմին ու Ադանը չեն խաղում քո հետ։ Հա։ Հեսա ես կկանչեմ իրենց, կասեմ, որ քո հետ անպայման խաղան, հա։ Չերես գնամ, մոտ 7 կխաղով իմ հետ։ Սպասի, զգուշ ես կրկեմ միջացնեմ։ Մինչ ես բլինչիկ եմ փաթաթում, եկեք մի փոքր զրուցենք։ Հիշում եմ մեր մանկության տարիներին մամաս ու տատիս ինչքան շատ էին տանջվում, չարչարվում նոր տարվա օրերին։ Տեսակ ուտեստներ էին պատրաստում, խմորեղեններ, աղցաններ, տաք ուտեստներ, ու կարծում եմ դրա հիմնական պատճառն այն էր, որ մենք պակասություն էինք կրում այդ ուտեստներից ամբողջ տարվա ընթացքում։ Ու ոչ միայն, հա, մենք, ամբողջ բնակչությունը այդ տարիներին։ Միակ օրը, երբ կարող էին մարդիկ իրենց թույլ տալ այդքան ուտեստ փորձել, դա հենց նոր տարին էր։ Դրա համար էլ ջանասիրաբար ամեն բան փորձում էին նոր տարվան պատրաստել։ Պավորություն էր, որ ամբողջ տարվա ընթացքում հավաքում էին, որ այդ գնումները կատարեին ու հենց նոր տարվա օրերին պատրաստություն տեսնեին։ Իսկ հիմա մենք այդ պակասությունը չենք կրում, փառք Աստծո, ամեն բան լի է։ Օրինակ ես խմորեղեն նոր տարվա օրերին չեմ թխում, որովհետև կարծում եմ, որ ինձ համար դա ավելորդ չարչարանք է այդ օրերի եռուզեռի թոհուբոհի մեջ։ Գնում եմ խմորեղեններ, որովհետև ամբողջ տարվա ընթացքում դուք էլ վլոգներում շատ հաճախ տեսնում եք, թե ես ինչքան շատ եմ խմորեղեն թխում երեխաների համար։ Իմ երեխաները իմ թխած խմորեղենները ամբողջ տարվա ընթացքում ուտում են։ Կարծում եմ ավելորդ անգամ հենց այդ օրերի ինձ տանջելու իմաստ չկա։ Դե իսկ այս ընթացքում ինչ ես խոսում էի, դուք տեսաք կադր, թե ինչպես ես ու Արնոն հարմարացրինք, շատ արագ պատրաստվեցինք, դուրս եկանք տանից, գնացինք, վերցրինք Ադանի դասարանի համար ամանորյա նվերներ, հետ եկանք ու էլի անցանք մեր գործերին, ընթացքում հասցնում եմ ամեն բան կազմակերպել, իսկ հիմա պատրաստում ենք արդեն կիևսկի կոտլետներ։ Որպես պարգևատրում մամայի օգնականին տանում եմ սիրուն ներկայացման, միասին դիտելու ենք Սանտայի քարը ներկայացումը Արնոն առաջին անգամ է, եթե չեմ սխալվում, լինելու նման ներկայացման, սպասենք իր ռեակցիային։
Այսպիսով մենք իրավունք չունենք բաց թողնելու Սանտայի կախարդական քարը ձեռք բերելու հնարավորությունը։ Բայց ինչպես, Կրուքս, կախարդական քարը ամեն վայրկյան հսկում են էլֆերը։ Մեզ մոտ չի ստացվի, այս անգամ էլ կձախողենք։ Ձայնդ կտրի, Սիրիուս։ Այո, ձայնդ կտրի, Սիրիուս։ Դու էլ լարկ։ Մենք պետք է այնպես անենք, որ մեզ ոչ ոք չնկատի, այնպես չէ լարկ։ Չգիտեմ, ինձ այդ միտքը այդքան էլ դուր չի գալիս։ Ուրեմն այսպես, մեզնից մեկը, օրինակ, դու լարկ, կհակնի Սանտայի կեղծակուստ, կունենա երկար մորուք և կմտնի Սանտայի տուն։ Ես բեմն եմ, բեմը, գիտես, Սանտայի առաջատար օգտականներից մեկը։ Ինչ, Սանտայի օգտականը, այա! Գողացա։ Չար աչկը, որ Սանտայի ծոդեր են Սանտայի շորերը հոգելեր եկավ գողացավ քարը Սանտայի։ Դու նորից փորձում ես գողանալ իմ երազանքը, այս անգամ չի ստացվի։ Ես տարիներ անց ձեռք եմ բերել քարը ու սրանից քո ես եմ Սանտա։ Կրոքս, ոչ որ քո երազանքը չի կարող գողանալ։ Այո, ես համաձայն եմ։ Դու ով ես է։ Ես Լյուսին եմ։ Իսկ ես ընդհանրապես Լյուսին չեմ։ Ինչ ես ուզում։ Սանտա։ Ես երեխաներից սիրեմ։ Ես երեխաներից ասում եմ, իսկ քեզնից ամենաշատն եմ։ Ապրել, ամեն ինչ փոխադարձ է, ճիշտ եմ, չէ՞։ Ինչ ես ուզում դինում։ Ով է քեզ նման բան ասել, որ ես երեխաների սիրում եմ։ Սանտան։ Դե լավ էլի Սանտա, ախր դա իմ գաղտնիք։ Ինչ ես ուզում ինձ աղջիկ։ Ես, որ մենք հարցենք։ Մրցեք ինձնից ինչ եք ուզում։ Առնո, լավ էր թատրոնում։ Ներկայացումը հավանեցիր։ Հա? Որ կերպարը ամենաշատը քեզ դուր եկավ։ Հա? Դամր պապիրը չար աչիկը։ Ձմեր պապիկն ու չար աղջիկները։ Դուրդ եկան են չար աղջիկները, որ չարաճճիություն էին անում։ Պատմեմ, թե ինչ էր կատարվում նախորդ կադրերում, այսօր վերջին օրներ արձակուրդներից առաջ ու փոքրիկ միջոցառում կար դպրոցում կազմակերպված, թե մենք էլ Ադանի դասընկերների համար նվերներ էինք պատրաստել, առավոտյան տարանք, մինչ երեխաները միջոցառման էին, ես հասցրեցի այդ ընթացքում սիրուն դասավորեցի սեղանների վրա, հետո շատ էին ուրախացել, ինձ թվում է դուք արդեն հասկացեք իրենց պայծառ դեմքերից։ Քանի լավ եղանակա, որոշեցի առիթից օգտվել ու այս վերևի պատուհանները դրսից լվանալ, շատ ցուրտ էր այս վերջին օրերը, բայց դե ամանորից առաջ հայտանկին, ինչպես կարող եմ այս պատուհանները կեղտով թողնել։ Այս սարքով առաջին անգամ եմ պատուհան լվանալու, ուրիշ բաներ փորձել եմ մաքրել, շատ լավ աշխատում, բայց պատուհան չեմ լվացել ոչ մի անգամ,
փորձում տեսնեմ ոնց կլվանա։ Անցած նեզաշենյակից պատուհաններին, էլի դրսից, ուզում եմ նաև այս սրանք մաքրել, դրանց համար գլխիկը փոխել եմ, գիտեմ արդեն որ կմաքրի, որովհետև ներսի պատուհանները այս սենց հատվածներ, այս ներքևի հատվածներ մաքրել եմ այս գլխիկով։ Բայց կոնկրետ ապակիներ չի մաքրել, շատ գոհ եմ, հենց այս ապակիներն եմ մաքրել։ Իդեալական է, շատ գոհ եմ։ Ստեղ սենց պենա կա, որ պետք է ուրա չալարեմ բերեմ դանակով մաքրեմ, դե սարքը չգիտեմ կախարդական է լիներ, այս չորացած պենա դժվար կարողանար մաքրել, կբերեմ դանակով կքերեմ, բայց մնացածը շատ լավ է։